Փաշինյանն այսօր ազգային ժողովի իր ելույթում կրկին Ադրբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել։ Վերահաստատել Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, երբ որ Հայաստանը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա, ասել է Փաշինյանը, շեշտել, պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսարի երաշխիքը խաղաղությունն է, հայտարարել է Փաշինյանը, հիշեցրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, դրա շուրջ բանակցությունները ավարտված։ Նրա գնահատմամբ սա նշանակում է, որ կողմերը մտել են համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ, եւ որ պատրաստ է Հայաստանի ժողովրդի անունից իր ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Ըստ Փաշինյանի 2019 թվականին Հայաստանի կառավարությունը Թարանի Գորդիան հանգույցն արձակելուն ուղղված համակարգ է ձևավորել։ Այդ գործն արել հետևողականորեն եւ սկզբունքորեն, զուգահեռ տնտեսությունը աճեցրել աննախադեպ չափերով 43.5%-ով։ Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է պաշտպանության հարցերի եվրոպական հանձնակատարի հետ, ներկայացրել կառավարության պաշտպանական եւ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանձնակատարը եւս ներկայացրել է պաշտպանության եւ ռազմարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները եւ դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։